Ողջույն բարեկամներ, ինչպես խոստացել էի, այսօր կմիանանք Վարդան Ղուկասյանի հետ, ավելի ճիշտ է արդեն միացել եմ, ձայնագրել եմ եւ քանի որ կապը լավը չէր, խոսակցությունը ստացվեց միակողմանի, ոչ թե հարց ու պատասխան։ Այնպես որ ամբողջ ընթացքում խոսել է Վարդան Ղուկասյանը, հիմա լսենք իրեն։ Այսպես ասած, դիքացման։ Սա եմ ուզում ասել, եւ այն նյութերը, որը որտեղ
պահանջում։ Դա էլ ասեմ, ուղղակի Հայաստանի փաստաբանը տեղյակ չէր եղել այդ գործընթացից, Լև գրուպ կոմպանիան։ Հիմա այն անձինք, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության կառավարությունում, աշխատել են ուժային կառույցներում եւ ներկայիս պահին գտնվում են Միացյալ Նահանգներում փախստականի կետով կամ ասենք հավաքածի են, այդ մարդիկ կարող են կապնվել իմ փաստաբանական խմբի հետ 702 953 9500 հեռախոսահամարով ամեն օր ժամը 9-ից մինչև ժամը 18:00 ակտիվի օրերից եւ ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք որ իրենց ձեռքի տակ կան Հայաստանի կոռուպցիոն սխեմաների հետ կապված, քաղաքացիների, որ իրենք այդ պատմազով են դարել, իրենց կյանքի պատմությունը եւ այլն։ Եվ այդ մարդիկ պետք է նաեւ պատրաստ լինեն այդ ամենը ներկայացնելու ամերիկյան դատարանում։ Դա եզակի հնարավորություն է նաեւ այդ մարդկանց համար, որպեսզի ապագայում իրենց հաստաբանական խումբը ասի տեսեք, այս մարդը իրոք հետապնդվել է Հայաստանում, այլ ոչ թե Հայաստանից եկել է Ամերիկա զուտ ապրելու համար։ Մեզ պետք է ռեալ այդպիսի մարդիկ, ռեալ նախկին պաշտոնյաներ, ովքեր տեսել են, ֆիքսել են, ունեն փաստեր, որ այն ինչ-որ տեղի ունեցել Հայաստանում, ներկայացնեն ամերիկյան դատարանին, որովհետև ամերիկյան դատարանը այս պայդրությամբ գտնվում է ապարտեղեկացված վիճակի մեջ։ Առիս ամենաբուն իմաստով, այսինքն շոկի մեջ է։ Եվ սա հիանալի պերիոդ է հիմա Հայաստանի հանցագործ իշխանությունների համար, վերջնականապես դուրսել Հայաստանի ոչնչացման ճակատագիրը։ Ես խնդրում եմ, որ ժողովուրդը սա հասկանա, այն միակ մարդը, որը որ շաբաթական 3 անգամ արտազայնում է ձեր սոցիալական, իրավական, ֆիզիկական եւ այլ հարցերը, այսօր այդ խոսափողը փակեցին։ Այսօր իշխանություններից մեկին գտնելով դրանց հետ համագործակցելով ժողովուրդ մեկ անգամ 1988 թվականի նման ոտքի կանգնել ձեր իրավունքների համար։ Հերիքի մտածեք ձեզ տանոքսի եւ մտածեք, որ այդ չորրորդ ցավը ձեզ չի հասնելու։ Այս ձեր մտածում է Ղարաբաղի ժողովուրդը 7 օրվա մեջ 150,000 մարդ լքեց Արցախը, հանձնեցին ու եկան։ Հիմա մարդ ասում է, ես միջանցք եմ տալի, ես ցեղասպանությունից հրաժարվում եմ, թուրքը գալիս է ացողով պետք է դիմավորել, լավ մենք ազգենք, թե մենք ոչխարի հոտ ենք, սա պետք է հասկանալ, եւ եթե մեկը խոսում է դնում են, փորձում են մեկուսացնել, լիկվիդացնել, չի նշանակում, որ մյուսները պիտի սուս նստեք, չի նշանակում, որ պիտի վախենաք, ուրանել երիտասարդությունը, ես հիմա գտնում եմ այստեղ եւ մի քանի օրվա շատ ծանր հոգեբանական բան տարա, ստրես, չեմ ուզում ասեմ խի որ ձևալն, եւ հետո ես ինքս ինձ հարց տվեցի, ասեցի մի րոպե հələ, ասա դերու տեղը կա, ապահով կրիշը կա, տղաճա ստրես խի ստանում, այն զինվորները, որոնք որ 44 օրյա պատերազմի ժամանակ կենթանի այրվեցին խրամատների մեջ, այդ տղեկը ինչ ասեր, եթե դու Վարդան Ղուկասյան ստրեսի ես տրվում, եւ ընդամենը 3 րոպեով այս վիճակի դուրս եկա, հասկացա, որ դուրսը կա, լողանալու ամենի չկա, ինչի ստրեսի մեջ ընկնում, տղաճա, կանոտ կա դեպի տնողը, սպան չունեմ ասելու, իսկ ես զինվորները կանոտ չունեին, մեր կառավարությունը սպանեց այդ երեխեքին, սպանեց բառից ամենաբուն իմաստով, եւ այդ երեխեքը հասկանում են, որ անօգնական սպանվում են հայկական զինված ուժերի հրթիռների տակ, շարքելով Ադրբեջանը, թե Ադրբեջանը խփեց, ոչ այդ սրիկաները վերացրեցին, եւ մենք հիշելով այդ 5000 զոհերի այսօր նստենք մեր տեղը ուտենանք ոնց է երկիրը կտոր տալիս, լավ մենք ինքնասիրություն ունենք, թե ոչ, մենք անցք ենք, թե ոչխարի հոտ ենք, որ մի շիզոֆրենիկ Սերժ Սարգսյանի հետ միասին վեր ընկած կառավարությունում դրած երկիրն անմատ չի կարելի, ժողովուրդ չի կարելի, այս իշխանությանը եւ պարլամենտական դիմությանը մեկ րոպե շուտ պետք է վտարել կառավարության շենքից, վտարել, հերիք է սրանք մեր ճակատագրերը կորպակեն, հերիք է երկիրը թալանեն բոլորից տնելով թժի տեղ, բարես ամենաբուն իմաստով, այսօր ամերիկյան դատախազը ասում Հայաստանում կոռուպցիա չկա, այս ատորևից ընկա, ինչ հաշան կոռուպցիա չկա, դուք հասկանեք ինչ է կատարվում, 3 շարքերը դրոցականներ, աշակերտներ, բուժքույրեր, բժիշկներ, մանկավարժներ, մի մարդու նման ավտո եւ թող պետք է շարժվել Ամերիկայի դեսպանատան ուղղությամբ պահանջելով օբյեկտիվ արդար մոտեցում այս դատավարական գործին եւ ազատ արձակել Վարդան
Ղուկասյանին, որովհետև միակ հակառակորդ այս իշխանության հանդիսանում եմ ես, ուրիշ ոչ ոք, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Սարգսյան, ուր են դրանք հիմա ուր են, իրաց համար վայելում են, 500,000 մարդ դուրս եկավ Երևանի փողոց, մերժեց Սերժին, Սերժը այսօր ամենաանմեղ մարդն է, Հայաստանի դատարան արդարացեց, ին վրա 180 էժանոց բան է ղրգել, քրեական մեղադրանք, մեղադրվում են ամեն ինչի մեջ, բացի մարդակերությամբ։ Հասկանում եք, ուղղակի ես հիմա չեմ լսում Հարգարժան Արավատան Հակոբյանին, դրա համար խոսում եմ մենակ ես, եւ համոզված եմ, որ իմ խոսքը դեռ կհասնի այս երկրի մարդու նման, բոլորս հավաքվում ենք Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ Հայաստանում եւ Ամերիկա հայերը խնդրում են հավաքվել Հայաստանի դիպլոմատոսության մոտ գլենդելու։ Չի կարելի լրել ժողովուրդ, չի կարելի հերիքան լսել նման ձևով, օրինակ մի քիչ գոնե դրականը վերցնեք թուրքերից, տեսեք ինչ է կատարվում Թուրքիայում։ Մասի չելեն իրենց քաղաքական դիտելի համից ապագայի եւ Թուրքիան որպես եվրոպական երկիրն ալոմար են պայքարում։ Դուք այսօր ամբողջովին ասում եք Ադրբեջանի դիպլոմատոսության պակես հաղթագործ ռեժիմի պատճառով։ Միթե կարելի է ցույց տալ։ Սա եմ ես խնդրում ժողովրդից, Հայաստանի ազգաբնակչությունից, մարզերից, անգամ մարզերում բնակվող երիտասարդները, մարզերում մեր կուսակցականները, բոլորը պետք է նստել մեքենա, Արցախ երաժշտությունը Արա Գևորգյանի միացրած դրոշակներով, Հայաստանի դրոշներով, պլակատներով շարժվել դեպի Երևան, Ադմիրալ Իսակովի պողոտա Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ եւ պահանջել արդարադատություն, օբյեկտիվություն, ուրիշ ոչինչ մենք չենք ուզում։ Մենք չենք ասում Վարդան Ղուկասյանից ծեծարեք կամ նեցարեք, հանեք ոչ ոքին տակ, ոչ օբյեկտիվ դատավարական process, որը որ այսօր ես զարմացած եմ, այս երկրում էլ արդեն գնում է դեպի այսպես ասած ոչ օբյեկտիվության։ Ես եմ հասկանում, ում են գտել Հայաստանի իշխանությունները, ում է գտել Նիկոլը, ում է գտել Մակունցը, այսպես կոչված այսում, եւ ես հիմա խնդրեմ այստեղ եմ, ու այստեղ եմ լրիվ անհիմն կանանքի մեղադրանքով, որից ոչ լեգալ են գտնվում Միացյալ Նահանգների տարածքում, հենց դեպքում, երբ որ ես ունեմ եւ աշխատանքի իրավունք, եւ սոցիալ, եւ բանավթական իրավունք։ Այդ նույնը հնարեցին այդ մյուս առաջնորդի հետ։ Հասկացեք, այն զինվորները, որոնք որ զոհվեցին, որոնց հետ կապված մեր երրորդ խանը մկայլամասում թե զոհվեցին հանուն ոչնչի, լավ, այդ դրանց ծնողների մի մասնափողով վաճառվել, անեք պետք է զինվորատակը, այդ զինվորների արդար պայքարը, կյաժի նման տղու արդար պայքարը, թքենք վրեն ու ասնենք գրանք, ոչ խարի նման նսենք ու տնանք ինչ են ալում էր էտ, սա եմ խնդրում ձեզանից, ես խնդրում եմ, որ դուք պաշտպանեք իմ երկիրը, ես չեմ խնդրում պաշտպանեք իմ երկիրը, իսկ իմ երկիրը այսօր կանգնած է կործանման եզրին, վաղը դուք չեք կարանալու անգամ Միացյալ Նահանգներ կապ, չեք կարանալու, փակել են, անգամ Մեքսիկայի ճանապարհը փակված է, ուր եք գնալու, Եվրոպա դեռ չկա, Միացյալ Նահանգները փակավ, իրաչեն է տրամադրել, ու պիտի գնաք ապրեք։ Սիգարի կնչույի նման, որ մի երկրի, որ մի ազգի փոթի տակը պիտի գնաք լզեք, ոդեզի աշխատանք տան, թուղթ տան, սոցիալական արտոնություն տան եւ այլն, հետո ցանկացած բայ երբ ուզենան ձեռներիցը տառնեն։ Ինչի դուք ձեր երկիրում եք, պահեք, ինչի եք վախենում։ Ինչ բերեք ուխել են ստեղծակը, բայց ես էլի խոսում եմ, որ Նիկոլի նման ֆիզված կտենա, որ չկարացավ իմ լեզվի դեմը առնի։ Միակ Արցախ Ղուկասյանի կեսի ապչկակ, ձեր մուսկուլներով, ձեր ֆիզիոնոմիայով, ձեր չգիտեմ սպորտսմեններով ու եսի միջերով, զինվորականներով, ինչ եք թույլ տալի, որ ձեզ հետ վավեն ամենավերջի սորքի նման։ Անհայրենիք թողնեն։ Հետո ինչ եք ասելու ձեր ժողովրդներին, ինչ եք պատմելու։ Որ վախեցաք, ձեր աշխատանքի ձևացնեն, որ Վարդան Ղուկասյանը կվում է պարի դամար մեկ չի գնացիք, թե չանդանակակ կտառակ թափառական, մտածեք դրա մասին։ Մտածեք, սա եմ ես խնդրում իմ երիտասարդությունից, իմ ժողովրդից, մեր մայրերից, կանանցից, բոլոր մարզերից, մի մարդու նման նստեն եւ շարժվեն դեպի Երևան, դեպի Միացյալ Նահանգների դեսպանատուն։ Գյուղի ընտրությունների համար ինձ հետ արանքից հանեցին, որից չորի, որ իրանք նորից գան, նորից վերածնվեն, նորից Նիկոլ ամրանա, ու Հայաստանը վերջնականապես գիսի, ինչ նպատակը, որ ինքը հետապնդում այդ մասկայի վիժվածքը։ Այս կանը, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ ևս մեկ անգամ բոլորից, բոլորի մաջակիցներից, այսինքն, որ դուք իմ մաջակից ես եք, հիմա
Հիմա այնպես ասացել, որ Հայաստան եւ Արցախ Ղուկասյան դրվել է միևնույն նժարի վրա։ Սա է ցույց տալի իրավիճակը։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը եկավ հաստատ խնդրեց աղաչեց քաղաքից, որից փակել դա ինչի համար։ Այսինքն ռեալ վտանգ, այսինքն բոլոր սուրբ հարցումները, որ գելավ ինձ տալիս էր երկրորդ տեղ, ես ասում եմ իրականում Արցախ Ղուկասյան առաջ տեղով ակնում, խնդրեմ սրա ապացույցը դա է։ Որ հատնում է ինչպես Էրդողանը Գյուլից, այնպես Նիկոլը ինձանից։ Դրա համար ես խնդրում եմ ձեզ, խնդրում եմ չհազարել։ Ինձ ստեղ մտցնելով դուք պիտի ցույց տաք, որ դուք վիճակի եք ձեր երկիրը բնապահելով։ Ուրիշ Արցախ Ղուկասյան չի լինելու։ Ուրիշ քաղաքական գործիչ ով սրանց դեմ դուրսնակալու եւ մնալու է անկասար չի լինելու։ Հավատացեք, չի լինելու։ Հիմա դուք տերում եք չկա գոյություն չունի։ Սերժ, Ռոբերտ եւ Նիկոլ, այս երեքը։ Ես խնդրում։ Հասկա մեկը մեկի մի վիրավորեք, մեկը մեկի վրա մի հարձակվեք, մեկը մեկի մի անպատվեք, այս արես նայել, մենք ունենք մեկ ընդհանուր թշնամի, ներքին թշնամի, այս եռյակը, որը ղեկավարում է Սերժը, Եկոսը Նիկոլը Միսկովարույկը։ Մարզերից, բոլոր մարզերից, շարժվեք, երեքշաբթի օրը ժամը 12-ին եղեք դեսպանատան մոտ, այսինքն ամեն մի մարզից պետք է հաշվել, քանի ժամում ենք հասում Երևան, եւ դրանից 2-3-40 րոպե մի ժամ առաջ հավաքվել տվյալ մարզի շրջկենտրոնում եւ մեքենաներով շարժվել դեպի դեսպանատները, դեսպանատուն Միացյալ Նահանգների, որ Ամերիկան տենա եւ հասկանա, որ հայ ժողովուրդը իր ընդդիմադիր գործիչ կողքին է, ինչպես որ հիմա հասկանում են, որ Թուրքիայում թուրքերը հերել են իրենց ընդդիմադիր գործիչ կողքին են, որ Էրդողանը դիկտատոր հանցագործ է, նույնն էլ Նիկոլը։ Սա խնդրում, շնորհակալություն, լավ մնացեք։ Շնորհակալություն։ Եվ այսպես, բան չթողեց ասելու, ամեն ինչ ասեց պարոն Ղուկասյանը, քանի որ կապը միակողմանի էր, ես չկարողացա իրեն ասեմ, որ ցանկացած ժամանակ իմ եթերը բաց է իր հայտարարությունների համար, ընդամենը պետքա մի օր դրանից առաջ մենք պայմանավորվենք, որպեսզի այս համակարգը տենց է պահանջում էլի, դու կարողանաս գրաֆիկի մեջ դնել։ Ամեն դեպքում ես կխնդրեմ այն ընկերներին, որոնք կապ են հաստատել իմ եւ պարոն Ղուկասյանի մեջ, փոխանցեն, որ ցանկացած ժամանակ ինձ ուղղակի տեղակ պահեք եւ հապետ միանալ եւ պարոն Ղուկասյանը կարող է իր մեսեջները, իր ցանկությունները փոխանցի մեզ դիտողներին։ Եվ այսպես նորից հիշեցնեմ, երեքշաբթի օրը ուրեմն Երևանում եւ Գլենդելում ժամը 12-ին պարոն Ղուկասյանը հրավիրում է ամերիկյան դեսպանատան մոտ Երևանում, իսկ Հայաստանի հյուպատոսարանի մոտ Գլենդելում հավաք, որտեղ կպահանջեն Վարդան Ղուկասյանի ազատ արձակումը եւ իմ համար ամենաշոկայինն էր, որ ասում է ամերիկյան դատարաններում տեղյակ չեն, որ Հայաստանը կոռումպացված երկիր է։ Ես էլի պետք է ասեմ, ինչպես նախկինում էի ասել, այն փաստաբանական խումբը, որ զբաղվում է Վարդան Ղուկասյանի գործով, հիշում եք ես առաջին օրն ասել եմ այս մասին, իրենց մեծ երկու, թող իրանք իզներեն, որովհետև առաջինը ինչ որ պետք էր ազվեր, բոլոր զեկույցները, որ Հայաստանը կոռումպացված, համակարգային կոռումպացված երկիր է։ Այսինքն ոչ թե Վարդան Ղուկասյանն անմեղ, դա դնում եք մի կողմ, այն որ Հայաստանի իշխանությունները համակարգային կոռումպացված են, ունեն տարբեր կազմակերպություններից ստացած զեկույց գնահատականներ, որ իրանք կոռումպացված են, հանցագործ են, ցեղասպանություն ուրացած են։ Ես այդ ամեն ինչի մասին հենց առաջին օրն եմ ասել։ Հույս հատնելով, որ տգետ հայկական կողմը թույլ է պատրաստված լինելու եւ պետք է օգտագործել իրենց դեմ հենց իրենց թերությունները, ոչ թե մտածել ոնց արդարացնել Վարդան Ղուկասյանին, այլ ոնց ցույց տալ, որ մեղադրական կողմը ինքն է հանցագործ, սահմանադրության առաջ, մարդկության առաջ, պատմության առաջ, որպես կոռումպացված, որ ունես եմ ասում, համակարգային այս գնահատականները հենց ամերիկյան կազմակերպությունների գնահատականներն են։ Եվ տեսեք, փաստորեն, դրանք տեղ չի հասել եւ փաստաբանական կողմը, Վարդանի պաշտպանական կողմը, դրա վրա չի աշխատել։ Ես եմ ասում, այն հանգամանքը, որ
դատարանը չգիտի ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն, նշանակում է այդ զեկույցները ներկայացված չեն եղել։ Իրանց մեծ երկուս մի հատ։ Ես հույս ունեմ, այս ամեն ինչը կուղղվի։ Որովհետև ես հասկացել եմ մի բան, որ եթե պաշտպանողական կողմը չի կարողանում ճիշտ кейսը ներկայացնել, արդեն մարդուն էլ կտանեն կդատեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որովհետև արդյունքը որոշումը ջուրին, ժյուրին, այն երթվել ատանեկալները, հա, իրանք են որոշում։ Այսինքն եթե դու կարողացար հիմնավորես, տպավորություն թողես, հələ մի կողմ օրենքն ինչ ասում։ Կարևորը տպավորությունն է։ Իսկ տպավորությունը եթե այնա որ Հայաստանի իշխանությունները կոռումպացված չեն, Հայաստանը դեմոկրատական երկիր է, սա խայտարակություն է։ Նույնիսկ եթե Վարդան Ղուկասյանին ազատել ուրիշ բան, բայց այն հանգամանքը որ այդ դատարանի մոտ կա կարծիք եւ տպավորություն, որ Հայաստանի Հանրապետությունը դա ժողովրդավարական երկիր է, սա թերացում է։ Եվ այսպես մյուս հայտարարությունը բացի այդ հավաքից ինքը խնդրել էր, փաստորեն ինքն է խնդրել, որ բոլոր այն ուժայինները, որոնք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում անկախ կարգավիճակից, հա, փախստական կարգավիճակով, կապնվեն իր փաստաբանական գրասենյակի հետ 702-9500, որս կրկնեմ 702-953-9500 համարով ցուցմունքներ եւ ինֆորմացիա տալու համար եւ փաստորեն այն հայտարարությունները որ գնացել է Գայանե Մանուկյանի կողմից փաստորեն դրանք գնացել է Վարդան Ղուկասյանի ցուցումով, այսինքն ամեն ինչը fake չի։ Հա, ափսոս ես չկարողացա Վարդան Ղուկասյանին հարցնել թե որն է լինելու ինֆորմացիայի այն լավ կլիներ միակ աղբյուրը, հա, միակ ով ուզում է լինի Գայանե Մանուկյանը կլինի կամ ուզում է լինի միակ աղբյուրը, որ մարդիկ իրեն հղում անեն, որովհետև այսօրվա մեջ ինչ ասես ստացել եմ։ Ես ենթադրում եմ ոչ միայն ես եմ ստացել, բոլորն էլ տարբեր հայտարարություններ եւ ցուցումներ են ստանում, որը շատերի համար կարող է թվա ոգևորիչ, կարող է թվա ընկճող, ինչ ասես կարող է լինի, մենք չգիտենք ով ինչի համար անում։ Լավ կլիներ, որ Պարոն Ղուկասյանը որոշեր, որ ինքը ունենալու է մի ինֆորմացիոն աղբյուր, որ եթե մեկը հղում է անում, հղում անի այդ մեկին, անկախ նայից ով է։ Սա իմ խորհուրդն է։ Ընդհանրապես ես ուզում եմ գրառումներս նայել, որ հանկարծ ոչ մի բան բաց չթողեմ։ Մի խոսքով